Արարիչ Աստված այնպես է ստեղծել եւ կանոնակարգել աշխարհը, որ նրանում գործում են տարբեր օրինաչափություններ։ Ֆիզիկական օրենքներ, որոնք օգնում են մեզ կառուցել մեր նյութական արտաքին կյանքը, եւ հոգեվոր օրենքներ, որոնք կարգավորում են մեր հոգեվոր կյանքը։ Դարեր շարունակ գիտնականները ուսումնասիրել եւ բանաձևել են մեր նյութական աշխարհում տիրող երևույթները, ինչը հիմք հանդիսացավ մարդու քաղաքակրթական աճի։ Դրա հետ մեկտեղ կան նաև մարդու ներաշխարհին վերաբերող օրենքներ, որոնք գործում են անկախ մեր հավատքից կամ անկախ մեր վերաբերմունքից իրենց նկատմամբ։ Ինչպես ձգողության ուժին չհավատացող մարդը չի խուսափի վնասվածքներից բարձր տեղից ընկնելով, այդպես էլ Աստծո խոսքին եւ Աստծո օրենքներին չհավատացող մարդը այդուհանդերձ պիտի առնչվի իր արարքների հետևանքներին։ Այդ օրենքները որպես կենսափորձով ստուգված ճշմարտություններ հանդիպում են նաև մեր ժողովրդական բանահյուսության մեջ։ Մեր մեծերից հաճախ ենք լսել հետևյալ խոսքը. «Ինչ ցանես, էն էլ կհնձես»։ Այս խոսքը ծագել է Պողոս առաքյալի Գաղատացիներին գրված նամակի 6-րդ գլխից։ Մարդ ինչ որ սերմանում է, նույնն էլ կհնձի։ Ով սերմանում է իր մարմնի համար, մարմնից էլ կհնձի ապականություն, իսկ ով սերմանում է Սուրբ Հոգու համար, հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք։ Հին աշխարհում մարդու հիմնական աշխատանքը հողագործությունն էր։ Երբեմն պատահում էր, որ հողագործը սխալմամբ այլ սերմեր էր ցանում եւ երկարատև աշխատանքից, ջանքերից հետո ցորենի փոխարեն օրինակ կարող է ստիպված լիներ որոմ հավաքել։ Դա մեծ դժբախտություն էր, սակայն բնականաբար դաշտի բերքը փոխել այլևս անհնար էր։ Մեր կյանքը եւս մի դաշտ է, որտեղ մենք հավաքում ենք այն ինչ որ ժամանակին սերմանել ենք։ Այսինքն մեր ներկան այն հունձն է, որը մենք սերմանել ենք անցյալում։ Եթե փորձենք ավելի մանրամասն հասկանալ այս խորը ճշմարտությունը, ապա կտեսնենք, որ մեր կյանքում կան մի քանի կարևորագույն դաշտեր, որտեղ մենք պարբերաբար սերմանում ենք։ Առաջին դաշտը մերձավորների հետ մեր հարաբերություններն են, որտեղ ամեն մի բառ ընկնում է դիմացինի սրտի մեջ, ինչպես սերմը հողի մեջ։ Եվ բարության կամ վիրավորանքի հիշողությունը աստիճանաբար ձևավորում է այն հողը, որի վրա տարիներ անց աճում է կամ վստահություն, կամ օտարացում, կամ սեր, կամ թշնամանք։ Մենք խոսում ենք եւ այն ինչ որ ասում ենք շարունակում է ապրել մարդու մեջ եւ դա լինում է հաճախ շատ երկար։ Բառը սկսում է ծլարձակել, սկսել իր սեփական պատմությունը, փոխում մարդու գնահատականները, ազդում իր որոշումների վրա եւ վերադառնում մեզ արդեն այլ կերպարանքով, բազմապատկված այն ընդունողի կողմից։ Եվ այդ ժամանակ մարդը հասկանում է, որ հունձը համապատասխանում է իր իսկ ցանած սերմերին, ըստ Տիրոջ խոսքի, ինչ չափով որ չափեք, նրանով պիտի չափվի ձեզ համար։ Երկրորդ դաշտը մեր զավակներն են եւ գալիք սերունդը, որտեղ ցանքը կատարվում է ամեն օր, խոսքերի եւ սովորությունների միջոցով։ Նրանում թե ինչպես են ծնողները եւ մեծերը վերաբերում երեխայի տկարությանը, անհաջողություններին, հաջողություններին, ինչպես են վերաբերում այլ մարդկանց սխալներին կամ արտաքին աշխարհում եղած անարդարություններին։ Երեխան կլանում է այդ մթնոլորտը, որում ապրում է, եւ դա է կերտում իր աշխարհայացքը։ Շատ հաճախ ծնողը չի գտնում երեխայի մեջ տարիներով սպասված արդյունքները։ Եվ դրա հիմնական պատճառները պետք է փնտրել տարիներ առաջ սերմանածի մեջ։ Եթե զավակների մեջ չենք սերմանում Աստծո խոսքը եւ հոգեվոր կարևորագույն ճշմարտությունները, սերը, գթությունը, աղոթքը, առաքինությունները, ապա այդ ամենը դժվար թե կգտնենք մեր սպասված արդյունքների մեջ։ Երկրորդ օրինաց գրքում Տերը շատ կարևոր պատգամ է տալիս, ասելով իր օրենքների մասին։ Սիրիր Տիրոջը քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ ուժով։ Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կպահես քո սրտում եւ քո հոգու մեջ,
դրանք կհաղորդես քո որդիներին եւ դրանց մասին կխոսես տանը նստած, ճանապարհ գնալիս, ննջելիս եւ արթնանալիս։ Երբ մենք կատարում ենք Տերոջ այդ սիրո պատգամը եւ փոխանցում մեր զավակներին, ապա նրանց կողմից հնձում ենք սեր եւ հարգանք։ Երրորդ դաշտը հենց մարդն է, իր ներաշխարը, իր հոգին, իր սիրտը, որտեղ ցանկը իր ամենօրյա որոշումներն են։ Այն է թե ինչով է նա լցնում իր միտքը, ինչին է տալիս իր ժամանակը, ինչպիսի ցանկություններ, երազանքներ ունի, ինչպիսի սովորություններ եւ ավանդույթներ է արմատավորում իր կյանքում։ Այստեղ առաքյալը ձևակերպում է հոգևոր կյանքի հիմնարար սկզբունքը, ով սերմանում է մարմնի համար, այդ մարմնից պիտի հնձի ապականություն, իսկ ով սերմանում է հոգու համար, ապա հոգուց կստանա հավիտենական կյանք։ Մենք ենք մեր հոգևոր դաշտի առաջի սերմանողները։ Եթե մեր ունեցած ժամանակը, կարողությունները եւ ջանքերը միայն մարմնավոր եւ աղանցիկ բաների մեջ ենք սերմանում, ժառանգելու ենք միայն ապականությունը։ Եթե մշակի պես հոգ տանենք մեր հոգևոր անդաստանի մասին, մշտապես մաքրելով մեղքերի որոմներից եւ պարարտացներով, բարի գործերով, կժառանգենք բարի եւ անանց պտուղները, որոնք հավիտենապես կլինեն մերը։ Ինչ որ ցանես, այն էլ կհնձես արածը, ծնվել է մեր կյանքի խորը հոգևոր փորձառությունից։ Այսօր մենք սերմանում ենք խոսքերն ու արժեքները ամենուր եւ ապագայում մեր ազգային եւ հասարակական կյանքը, մեր սերունդների նկարագիրը եւ մեր ընտանիքների վիճակը բացահայտում են այն ցանկի բովանդակությունը։ Ուշադիր լինենք մեր սերմանելուն։ Ընտրենք լավագույն սերմերը, որպեսզի Տիրոջով ստանանք բարի եւ անանց պտուղները։